Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր զրուցելու ենք արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանի հետ, բարև ձեզ Տիկին Խոդիկյան։ Բարի օր։ Տիկին Խոդիկյան, արտնացման ծանր վերելքը սկսվել է, սա ձեր արտահայտությունն է։ Նախ ինչից ենք արտնանում եւ ուր ենք վեր բարձրանում, ինչի համար եմ այսպես մի քիչ տարօրինակ միգուցե ձևակերպում անում, որովհետեւ սովորաբար եթե ազգերը կամ ժողովուրդները քնում են, իրենք քնում են ինչ-որ բանի մասին։ Հետևաբար այդ տեղից պիտի արտնանան։ Ինչից ենք արտնանում։ Դե նախ սկսենք, որ դա վերջին նախադասությունն է, որով եզրափակվում է իմ արտնացում պատմվածքը։ 44-օրյա պատերազմից հետո ես տարի ու կես համարյա մի տող չկարողացա գրել։ Խմբագրում էի, թարգմանություններ էի անում, բայց հենց հարցը գալիս էր սուտ գրելուն, ընդ որում ասելիք շատ կար։ Իմ մոտ բան էր սկսվում, չէի կարողանում, ոչ համակարգչով շարել, ոչ գրել։ Եվ այդ պատմվածքը, որը նաև մի հատված էր իրական դեպքեր, երբ գրողների տանը պատերազմական օրերին կազմակերպեցի ցանցերը, որ հյուսում էին, հա։ Եվ այդպիսի օրերից մեկի պատմությունը, երբ հանկարծ մի պահ կտրվեցի այդ օրերի իրականությունից եւ հայտնվեցի Սարյան փողոցում եւ տեսա առավոտյան ժամը 11-ի կողմերը սրճարանները բաց, սեղանները հրաշալի սպասքադրված, ջահել աղջիկները, տղաները վայելում էին։ Դա հոկտեմբերի 19-ն էր։ Իմ ցնցումը դա ահավոր էր։ Ու ես գիտեք ինչ հիշեցի, ես մտածեցի, եթե սա 90-ական թվականների պատերազմը լիներ, ես այդ աղջկան ու տղային պատեպատ կտայի։ Ես ընդամենը փախա։ Նայեցի իրանց ու փախա։ Այնքան լկտիություն կար նրանց հայացքների մեջ։ Իրանք զգացին, որ ես զարմացած նայում եմ սեղանին եւ իրենց ու պատմվածքի մեջ գրել եմ, որ նրանց դեմքին դաջված էր սա մեր պատերազմը չէ։ Դա ինձ սարսափեցրեց։ Ես այդ օրը զգացի, որ մենք պարտվել ենք։ Ու գիտեք ինչ, տիտանական ուժեր ինձ պետք եղան, որ դրանից հետո ես գնացել էի կտոր պատվիրելու ու գնում էի գրողների միություն, քայլելով։ Ես գնացի, կանայք եկել էին, ու պիտի ես ամբողջ օրը էլ իրենց ոգևորեի, մտածեի սուրճի մասին, հասցնեի պակասող կտորը, մեկին հետ կատակեի, մեկին ժպտայի, մեկին սիրտ տայի, իմանալով, որ մենք չկանք այդ էներգիան։ Եվ դա գրվեց այդ պատմվածքը, եւ այդտեղ իմ ամենամեծ խոստովանությունը, այնտեղ ասում եմ, չկարողացա ասել մենք, նայեցի հայլուն ու ասեցի, ես պարտվել եմ։ Այդ պահից հետո սկսվեց իմ արթնացումը, որովհետեւ հիմա մի հետաքրքիր միտում կա։ Շատերը պոպուլիստական, շատերը չգիտեմ ինչ նպատակներով ասում են մենք չենք պարտվել։ Կամ այս մեկը պարտվել է, մյուսը չի պարտվել։ Սիրադարյանը իմիջայլուց էս վերջերս հենց այդ արտահայտությունն էսպես բավական բուրըն քննարկումների թեմա դառավ, հիմա այդ քննարկումներից անցնենք մի կողմ, բայց Վանո Սիրադարյանը էսպես մի արտահայտություն ուներ, որ ասում էր, բա այսքան պարտվես, գաս հասնես 21-րդ դար ու այդպես էլ պարտվել չսովորես, մենք չենք սովորում պարտվել, չենք ուզում։ Ուրեմն դուրս է գալիս, որ առայժմ չենք կարողանում։ Ես գոնե կարողացա այդ պահին հասկացա, որ ես պարտվել եմ, եւ ուրեմն պիտի ուժ գտնեմ, այսինքն այդ պահից հետո իմ մոտ երկու ճանապարհ կար։ Կամ ձեր ասած գնում եմ քնելու, այնտեղ լավ է, գիտեմ ինչի մասին եմ քնում, կամ արթնանալու եմ։ Դա ամենադժվար բանն է, երբ որ դու հասկանում ես, զգում ես քո պարտությունը, ու դրանից հետո ես գիտեք ինչ արեցի։ Ես մի որոշ ժամանակ, գուցե նույնիսկ մի քանի օր թե շաբաթ, ես սկսեցի համացանցը քրքրել եւ հասկանալ, թե ինչ կատարվեց Գերմանիայում եւ Ճապոնիայում իրենց այդպիսի շռնդալից պարտությունից հետո։ Գիտեք, սարսափելի բան է եղել։ Երկիրը չկա, մի քանի մասի բաժանված, մնացած մի խոսքով չասեմ, մեր ժամանակը սուղ է։ Ու երբ հասկանում ես, թե նրանք մի քանի տարի հետո 52 թվականին արդեն Գերմանիայի
Արևմտյան Գերմանիայի արտադրությունը իր ամբողջ այդ համախառն արտադրանքը բան հասել էր 39 թվականի մակարդակին։ Ցավոք սրտի Մարշալի ծրագիր, մենք այդ ծրագիրը ես չգիտեմ ինչ ծրագիր է կոչվում, գիտեմ, բայց ինչ առումով եմ ասում, ես չգիտեմ դա ինչ ծրագիր է, ում ծրագիրն է, ինձ կարևոր է, ինձ համար կարևոր է փաստը։ Նրանք կարողացան ատամները սեղմել ու ոտքի կանգնել, ինչը որ ցավոք սրտի այսօր դեռ ես չեմ տեսնում մեր իրականության մեջ։ Տեսեք, մենք խոսեցինք հասարակության մասին, ցես հպանցիկ դուք անդրադարձակ այդ թեմային։ Ես ինքս գոնե ինչ-որ ժամանակ, քիչ ժամանակ ապրել եմ ժամանակահատվածում, երբ արվեստը ընդհանրապես ինքը, այսպես եթե գաղափարախոսական հատվածը դնենք մի կողմի վրա, ինքը հիմնականում քարոզում էր բարություն, ընկերասիրություն, որ մարդիկ իրար պիտի սիրեն։ Մարդը մարդուն բարեկամ եւ ոչ թե գայլ։ Մարդը մարդուն գայլ չի։ Ընդ որում դուք ես եթե հասցրել եմ մի քիչ ապրել, դուք այդ ժամանակահատվածը կերտողներից մեկն եք եղել նաեւ։ Բայց հիմա մարդիկ միահամուռ, այսպես բաժանվել են խմբերի ու այսպես սիրով իրար ատում են։ Ասում որ մենք ատելություն, չէ, մենք ատելը ավելի շատ ենք սիրում, քան ատելով ոչնչացնում են։ Հիմա այդ ինչի արդյունք է, այսինքն հանրությունն է դեգրադացվել, մտավորականությունը իր տեղում չի կամ չի եղել, թե այսպեսի մի ֆրազ կա, որը ըստ էության բոլորին պատասխանատվությունից ազատում է, դե ժամանակներն են այդպեսին։ Լավ, այսպեսի մի հարց տամ, այդ ինչպես պատահեց, որ համաշխարհային գրականության, մշակույթի, արվեստի այնպիսի հսկաներ տվող երկիրը Գերմանիան դառավ ֆաշիստական։ Այնտեղ մենակ մենք Վագներին կարող ենք հիշել, չէ՞, ասենք, Անգլիայում է Էրզա Փաունդը, որը նրանք ֆաշիստական հայացքներ ունեին։ Մնացածները, բա ինչպես եղավ։ Սա հերետորական։ Եթե գնում ենք այդ տրամաբանությամբ, ուրեմն Գերմանիայում նացիզմի հիմնական գաղափարախոսները ընդ որում Ադոլֆ Հիտլերը չէր, Վագները, որի մասին հիշատակեցիք, եւ Նիցշեն։ Եվ սկիզբ առավ Նյուրնբերգում, որը գերմանական գոթական արվեստի կենտրոն է հանդիսանում։ Այսինքն մշակույթը, գիտեք, երևի պիտի այսպես ասեմ, գուցե փորձեմ չբանաձևել, բայց հենց այս պահին եկած միտքը ասեմ, մշակույթը ազդում է այն ժամանակ, երբ ժամանակները բարենպաստ են։ Լավ իմաստով։ Սահմանային վիճակներում, ճգնաժամային ժամանակներում, երբ մարդկային բնազդները, բոլոր նսեմ որակները բարձրանում են վերև, ոչ Մալերը կփրկի, ոչ Պուշկինը կփրկի, ոչ էլ Նարեկացին, որովհետև ինչի է կոչվում ճգնաժամային կամ սահմանային ժամանակ։ Մարդկանց ներքին արգելակները արտաքին արգելակների արձակման հետ համընթաց բաց են թողնվում։ Գիտեք, այս ամենադժվարը այս ժամանակամիջոցում լռել կարողանալն է։ Չնայած հիմա շատերն են մեղադրում մտավորականությանը, թե ինչու են լռում։ Ընդհուպ մինչև ոչ մեր մեղադրում են, հայհոյում են նաև դրա համար։ Հիմա պատկերացրեք, մեկը ունի այս հայացքը, այս սկզբունքը, խոսում է իր սկզբունքի մասին։ Այս սկզբունքի ջատագովները հասարակության մի շերտն է։ Մնացած շերտերը հակառակ են։ Եվ այդ ամբողջ մնացածը արձակվում է ինչի համար, որ դու ընդամենը քո սկզբունքն ունես, որ դու մտածում ես այսպես, եւ հաճախ տեսեք վերջերս, չգիտեմ, ես զարմացա, երբ Մանսուրյանի նման մեծությանը քար են գցում ով պատահի, բայց ես համոզված եմ 1000 տարի արևշատություն մեր մայստրոին, վաղը մյուս օրը ամենաշատ լացուկական դնելու են հենց այդ մարդիկ։ Երեսպաշտությունը, պահի տակ, ինչ որ հաշվարկներով, ներողություն բարեմ, աչոք
հա, հավաքելը այսօր դարել է հրամայող, իսկ մարդիկ, որոնք ոչ ուզում են քաղաքական խաղերի մեջ մտնել, ոչ ուզում են ինչ-որ մի տեղից ինչ-որ մի բան ստանալ, հասկանում են, որ պիտի լռեն։ Այդտեղից գալիս է մեղադրանքը, շատ քաղաքենիական բացատրություն ստացվեց, բայց այսօր ցավոք Այդտեղից գալիս է մեղադրանքը, որ մտավորականները հանրային պատասխանատվությունը իրանց վրայից այսպես թափ են տվել։ Ամեն մեկը մտել է մի անկյուն, այսինքն ես գրել գիտեմ, գրում եմ, ես նվագել գիտեմ, ես նվագում եմ, ես նկարիչ եմ, ես նկարում եմ, վազնացենք։ Ինձ կներեք այս ժողովրդական լեզվով ասած վազնանցեք, ես ոչ մի բանին այլևս չեմ խառնվում։ Այն դեպքում, երբ միաժամանակ եթե վերցնենք, հանրությունը, հասարակությունը զրկվում է բարոյական կողմնորոշիչներից, որոնք էին ժամանակին մտավորականություն։ Լևոն, մի դաժան հարց տամ, հասարակության այսօր այդ բարոյական արժեքները պետք են։ Իսկ հասարակությանը ով պիտի հարցնի։ Իսկ ժամանակին պետք է։ Հասարակությունը երբեք ըստ էության բարոյական կողմնորոշիչներ ինքը չի ուզել։ Շարունակեմ։ Տեսեք, երբ չկար համացանց, երբ չկային սոցիալական ցանցեր, որևէ մեկը նկարիչ, գրող, կոմպոզիտոր, որին հերավոր մարզից մինչև այդ փողոցի, հարևան փողոցի բնակիչը, այստեղ ապրում է այդ մարդը, նրանց համար այդ մարդը անհասանելի էր։ Նա նրան գիտեր գրականությամբ, գիտեր իր գործով, եւ նրա ասածը, ինչ էլ որ ասում էր, հասարակությունը ընդունում էր որպես գնահատական։ Հիմա այդ նույն մարդը խոսում է, ասում է, որ ասենք պարտությունը եւ այլն եւ այլն։ Այն հերավոր գյուղի նույնիսկ մեկ գիրք չկարդացած, բայց ձեռքը հեռախոս ունի, կվերցնի եւ կասի իր մտքին եկածը, որտեղ ինքը այդպես չի մտածում։ Հա, դա կներեք, դա կոչվում է մարտնչող տգիտություն, այսինքն եթե մենք հաշվի ենք նստում մարտնչող տգետների, ես, դուք, այն մյուսը, այն մեկելը, ընդհանրապես պիտի ոչ խոսենք ու առհասարակ պիտի սուտ մեռոք տանք, որ հանգարց մեր վրա չգան։ Չէ՞։ Ասում են, որ մտավորականը մի քիչ, արվեստագետ է ստեպքում, մի քիչ ավելի փոքր հոգեբանություն ունի, չէ՞։ Ասեք, քան թե քաղաքական գործիչը, որին երբեմն հենց որ տեսնում է իր անունը չի շարժվում, այնպեսի մի բան է անում, որ հայոյեն։ Հայոյեն, բայց չմոռանան։ Այդ արվեստագետի նյարդերը ինչ կան կհերիքի։ 1, 2, 3։ Հետո երբ որ տեսնում է, այ հիմա եկանք ամենագլխավորին։ Եթե ես զգամ, որ իմ ասելիքը հասարակության գոնե 10%-ը կընդունի այնպես ինչպես ես եմ մտածում, ես կխոսեմ։ Ես վստահ չեմ։ Այսօր բայց պիտի խոսենք, որ հասկանանք, չէ՞, 10% ընդունում է թե ոչ։ Փորձել ենք, անցել ենք, գիտենք։ Տեսեք, ես ինչու ասեցի մենք գտնում ենք սահմանային ճգնաժամային վիճակում։ Պարտությունը ոչ մի ժողովուրդ հեշտ չի տանում։ Էլ չեմ ասում պարտությունը 44-օրյա պատերազմից հետո եւ 23 թվականի սեպտեմբերի 19-ը։ Գիտեք, երբեմն երբ որ պարզապես լուրջ, ոչ թե լուրջ, այդ պահին ուզում ես հասկանալ ինչ կատարվեց սեպտեմբերի 19-ին, հասկանում ես, որ դու մոտ ես այն սահմանին, որից են կողմ սկսում է խելահեղությունը, չէ՞։ Այս ամենը մարդկանց բարի չի դարձնում։ Այս մարդկանց հանդուրժող չի դարձնում։ Մեկը հող է կորցրել, մեկ իր հարազատի գերեզմանն է այնտեղ թողել, մեկ այստեղ իր 30 եւ քանի տարիների պայքարը, որ մտածում էր, որ ինքը ապրում է, հա, Արցախ ենք, Արցախ ունենք, Արցախ է պահում, այդ մարդը պիտի չարանա։ Ու եթե դու փորձում ես թեկուզ նրան փորձ այդ պահին սփոփել, ինքը կարող է քո սփոփանքը հակառակ իմաստով հասկանալ։ Դու չպիտի վիրավորվես, դու պիտի հասկանաս նրա վիրավիճակը, բայց դու 1-2-ից հետո դու կլռես։ Դու կհասկանաս, որ այստեղ, չգիտեմ, գուցե ինչ-որ ֆանտաստիկ բան եմ ասում, ժամանակ է պետք։ Որ մարդը հասկանա, թե ինչ, այսինքն չհասկանա, ոչ էլ համակերպվի, պարզապես ընդունի այդ իրականությունը։
ընկալի եւ ընդունի։ Հիմա այդ ժամանակն է ու հավատացեք լրելը այնքան էլ հեշտ չէ։ Այդ լրողները գիտեն թե ինչ է իրենց վերանստում լրությունը։ Դրա համար այո, մեկը գրում է, մեկը կրկնակի է գրում, մեկը կրկնակի է նկարում, մեկը կրկնակի մտնում է իր աշխարհը, փախուստ է, նահանջ է, պարտություն է, ընդունում է։ Բայց այսօր այսպես ծայրահեղ բևեռացված, իրար թշնամացած հասարակության մեջ այդ պարտությունը 1-2 օրվա պատմություն չի ընդունում եք, այսինքն այնպես չի որ 20 թվականից մենք սկսեցինք պարտվել։ Ամենալեզի նոր անկախ երկրի մասին ենք խոսում 35 տարվա կտրվածքով եթե նայենք տեսեք 90-ականների սկիզբը քաղաքական դաշտի հատկապես ինքը գերինտելեկտուալ էր։ Ես հիշում եմ Գերագույն խորհրդի կազմը եթե հիշենք այնտեղ չեմ ասում սերուցքներ մտավորականության, բայց մտավորականության զգալի մասը ներկայացված էր խորհրդարանում, ըստ էության ժողովրդին ներկայացնում էին օրենսդիր մարմնում։ Հետո ինչ որ բան սկսեց փչանալ այդ մեխանիզմի մեջ, կամ միտումնավոր կամ պատահաբար, այսպես ասեմ։ Հետո եկավ մտավորականներին թիրախ դարձնելու ժամանակի։ Դե դուք Հրանտ Մաթևոսյանին հիշատակեցիք, Մանսուրյանին հիշատակեցիք 96 թվականին, եթե կհիշեք, նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում իրենք Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող խմբից էին։ Հետո բանը հասավ այնտեղ ու ես մի քանի անգամ ընդգծել եմ որ 2001 թվականի գրողների միության հայտնի համագումարը հիշում եք եւ ես պնդում եմ որ այդտեղ Հրանտ Մաթևոսյանին սպանեցին։ Դա գրողների միության նախագահի ընտրություններ չէին, դա սպանություն էր։ Եվ այսպես հերթով սկսեցին բոլորին ոչնչացնել, քաշել քաղաքականության մեջ սպանել, Ընդ որում հաճախ այդ սպանությունը հաճույքով եթե ոչ բանվականությամբ մասնակից էին լինում հենց այդ Իդեպ Հրանտ Մաթևոսյանը ավելի շատ ցիտում են մարդիկ, որոնք այդ սպանությանը ուղիղ մասնակից են եղել։ Ես իրենց դեմքերով բոլորին տեսել եմ այնտեղ։ Հիմա այդ պարտությունը ինչպես ստացվեց, որ մտավորականությունը, չէ՞, ասենք թվում է թե խելացի մարդիկ են, կարդացած, կյանքի մեծ փորձով, բայց ոնց ստացվեց, որ պարտվեց մտավորականությունը այս կռվի մեջ, ընդ որում անհավասար կռվի մեջ։ Դուք պարտվեցիք հիմարներին, տգետներին։ Առաջին անգամ է մարդկության պատմության մեջ։ Ոչ։ Սա այն կարուսելն է, որ անընդհատ իմ ֆիզիկական գոյության ընթացքում առաջին անգամ է դրա համար ես այդ հարցը ուղղում եմ ձեզ։ Դե ուզում եմ ասել այս պատմությունը շատ հին է ու կրկնվող։ Գիտեք, Աղասի Այվազյանը զանգում էր, ասում էր Կարինե, նոր պիեսը ավարտել եմ իմ դրամատուրգիա հանդեսի համար։ Գլխապատառ վազում, տաքսով, տրանսպորտով գնում էի, վերցնում էի։ Ասում էր, հենց կարդաս կզանգես, չէ՞։ Գիտեք ինչպես էր հարցնում։ Չէ, առաջի դասարանցին իր ուսուցչուհուն։ Գալիս էի, գործ թողած ամեն ինչ կարդում էի, զանգում էի, առաջին զանգից վերցնում էր։ Խմբագրություն, գրական թերթի խմբագրություն են գալիս մարդիկ, որոնց գրածը, եթե միայն ուղեմ, ուղագրական ու կետադրական նշաններով, 2 անգամ չեմ նշանակի։ Հին թվեր, բանով եմ ասում, շկալայով։ Գիտեք ինչ ինքնավստահություն ունեն։ Գիտեմ։ Գիտեք ինչպես են իրենք համոզված, որովհետև ասում են, բան իմ Facebook-յան էջը մտեք, տեսեք ինչ գովասանքներ։ Սա ինչի եմ ասում։ Տգիտությունը, ապաշնորհությունը իրենք հաղթահարում են ցանկացած արգելք ու պատներ։ Մարդը, որ գոնե ներքուստ գիտե իր իմացածի գինը, իր ստեղծածը կամ այն ինչով ինքը զբաղված է, ինքը անընդհատ ինքնագերությամբ է զբաղվում։ Ինքը կասկածում է։ Ինքը
որտեվ գիտե որ դա չէ այն կատարելությունը կամ գոնե այն սահմանը, որին ինքը ձգտում է։ Իսկ տգետը գրեց այդ ձաբրտուքը, հա, վերջ, ինքը հասել է իր բարձունքին։ Սա այս պարզ օրինակը պրոյեկտեք եւ ավելացրեք։ Միշտ էլ տգիտությունը, միշտ էլ ապաշնորությունը հաղթել է մտքին, սրտին եւ տոնել է իր հաղթանակը։ Ինչն է հաղթում վերջնական արդյունքում ժամանակը։ Նրանց թողնում է իրենց տեղը, այս մեկի ստեղծածը բերում է առաջ։ Ցավոք սրտի գնամերի արի սիրեմ։ Մեր հայտնի իմաստությունը հերթական անգամ ապացուցվում է եւ հաստատվում։ Բայց այնուհանդերձ եկեք շարունակենք քննարկենք, էլի։ Պարտության պատճառները, այսպես ասեմ։ Տեսեք, մենք ասում ենք 91 թվականից առնվազն, որ մենք ունենք ազգային պետություն, հա։ Ազգային պետություն, եթե դու հռչակում ես ազգային պետություն, օրինակ շատ երկրներ չեն աշխարհում, որ կարող են ասել, որ մենք ունենք ազգային պետություն, շատ հանգամանքներ հաշվի առնելով, մենք այս դեպքում նաև հաշվի ենք առնում հանգամանքը, որ Հայաստանը աշխարհի ամենամոնոէթնիկ երկրներից մեկն է, հա։ Հետևաբար ցանկացած իշխանություն իր ելակետային որպես այսպես տրամպլին պիտի վերցներ հենց ազգային։ Ազգային են իմաստով, որ պետք է զարգացնել մշակույթը, պետք է զարգացնել այս ոլորտները, որոնք ազդում են հասարակական ընկալումների վրա։ Եվ առաջ են տանում զարգացումը։ Այո։ Մեր մոտ ինչ որ մի պահից սկսած տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Հեռուստատեսությունը, ռադիոն, այդ թվում նաև սկսեցին ապականել բոլոր այն, հա։ Այ միշտ այդ վեճը գնում է, դա հատուկ է արվել, թե պարզապես ստացվեց։ 2000-ական թվականներին ինձ մեր ռադիոյի աշխատակիցներից մեկը առաջարկեց, որ նաև հեռուստատեսության հետ կապ ուներ։ Առաջարկեց սերիալ գրել։ Նոր էր սկսել այդ սերիալային գոմը բան։ Ես ասացի կգրեմ 16 սերիանոց մարդկային պատմություն։ Ոսի չի լինի այնտեղ ոչ բանդիտ, ոչ, չգիտեմ։ Այսինքն կլինի նորմալ մարդկային պատմություն։ Չծաղեց ասեց ամենակիչը 100 սերիալ։ Ամուսինը կնոջ դեմոկրատով չի կտրի։ Եվ մնացած բաներ։ Այն ժամանակ այդ բռնություն այդքան չկար, այդ ժամանակ ասենք բաներ օլիգարխներ, այն ռեկետիրներ, այդ պատմություններն էին։ Եվ դա հատուկ էր արվում։ Հաղորդաշարը բերում են հասարակության այն ամենաստորին շերտի մարդիկ, որոնք հաճախ չեն էլ պատկերացնում, թե իրանք ուր են եկել եւ ինչ են ասում։ Եվ դա մինչեւ հիմա է շարունակվում։ Ես նախ մտածում եի, որ 18 թվականից հետո դա կփակվի, չփակվեց։ Եվ ես միշտ հարցում եի, այսինքն մի որոշ ժամանակ հարցնում եի, ինչու է այս հաղորդումը գնում։ Իսկ ենթատեքստը շատ պարզ է, դուք եք։ Դուք ինչ եք պահանջում։ Դուք եվրոպական կամ չգիտեմ ինչ որ մարդկային գեր արժեքներ եք պահանջում։ Սա է ձերը։ Այս նկարագիրը ձերն է։ Ու դա արվում էր բացահայտ։ Դա մեզ ըստ ձեզ թելադրում է, թե մենք այդպես ինքնակերությամբ պետությունը միշտ ունի գաղափարախոսություն։ Եթե նույնիսկ չունի, դա ամենաթողությունն է, բայց ունի։ Եվ այս մեր անկախության տարիների հիմնական այն մասում զբաղված են եղել հասարակությանը դեգրադացնելու գործընթացին։ Եվ այն արվեստագետները, որոնք լծվել են այդ գործին, ես նրանց համարում եմ համենայն դեպս մշակութային հանցագործներ։ Այդ են մարդիկ են, որոնց այդ սերիալները ձեր սիրելի գրողներից մեկը մի անգամ օգտագործել էր տեսակաթափ բառը։ Ռոմիկ Սարդարյանը, այո։ Ես չէի ուզում։ Ես չէի կարող չասել։ Գիտեք, միշտ էլ կա այդ գայթակղությունը, գումար, հոնորար, ինչու՞ չէ, գրել եմ, ստանամ։ Ես սերիալ գրել եմ 2013 թվականին, կոչվում է Շտապ օգնություն, 3D։ Եվ խնդիրս գիտեք որն էր, այդ 16 սերիայում 42 պատմություն,
ես ցույց էի տալիս երևանցիներին։ Ու բոլորին սիրում էի։ Ու բոլորը սիրվում էին։ Նույնիսկ այդպիսի բան գրվեց, որ այս սերիալը նայում են մարդիկ, որոնք սերիալ չեն նայում։ Ուրեմն հնարավոր է գրել այդպիսի սերիալ։ Իհարկե։ Հնարավոր է։ Հիմա էլ ունեմ նման, բայց ես չգիտեմ, կլինի, չի լինի, կընդունեն, չեն ընդունեն, հարցը այդ չի։ Կամ թելադրվում է վերևից, դու ընդունում ես կամ չես ընդունում։ Ես այն 2000 թվականի պատվերը չընդունեցի, բայց 2013 թվականի պատվերը ընդունեցի, որովհետև գուցե նրանք էլ ուզում էին ինչ-որ մի բան, բայց ես կարողացա այն ժամանակ արդեն Կարինե Խոդիկյանն էի եւ ես իմ ասելիքը ասացի։ Այսինքն պետությունը ինչքան էլ այ լրելու խնդիրը, տեսեք, հաճախ մտավորականի այս դեպքում արվեստագետի լռությունը կամ խոսելը հենց իր գործով է։ Այն գրողները, նրանք, ովքեր այդ սերիալներն են ստեղծել, նրանք խոսել են, բայց լավ կներ լռեին, չէ՞։ Լավ կներ չլինեին։ Չէ, ես մարդասեր եմ։ Չէ։ Հա, որպես այդպեսին չլինի։ Համաձայն եմ։ Այսինքն դու կարող ես խոսել, եթե քո ասելիքը ունի իր նպատակը։ Եվ ոչ թե ավերումի է տանում։ Չնայած, տեսեք, այսօր աշխարհը ինչ է կատարվում, այդ նույն պետությունները, որոնց մտավորականությունը, որոնց արվեստագետները, որոնց թատրոնը, կինոն ընդամենը մի քանի տարի առաջ ինչ արժեքներ էին թելադրում, այսօր ագրեսոր են ճանաչվում։ Մշակույթը ինչ եղավ, հերթական անգամ պարտվեց։ Վերջերս կարդացի Բարիս Ակունինի իր գրառումը Facebook-յան, ինքը այդ նույն բանն էր ասում էր մենք այսքան ստեղծեցինք եւ ինչի հասանք, այսօր ինչ է կատարվում։ Դրա համար էլ գիտեք, սա շատ փիլիսոփայական, չգիտեմ, երկար մտածումների բան է, քո ստեղծածը ի վերջո ինչ է դառնում։ Հասարակությունը ընդունում է, այսօր է ընդունում, թե վաղը, Բախին 100 տարի պահանջվեց, Մոդիլյանին պետք էր մահանալ, ու ասենց շատ բաներ կարող եմ ասել, չէ։ Այսինքն հասարակության եւ ստեղծվող արվեստի հարաբերությունները ես չգիտեմ, դեռ այդպիսի մի տեսական գրականություն չեմ կարդացել, որը բացատրություն տա, թե ինչու դու տալիս ես, այնպես սերմանում ես բարին գեղեցիկը, իսկ քո կողքը մեկը մոլագար 15-րդ կնոջն է սպանում։ Իսկ հնարավոր չէ խնդիրը լուծել, ասենք օրինակ, եթե պետությունն ու մշակույթը իրար հայտարարեն դաշնակիցներ։ Մի հատ ուզում եմ փորձել համաշխարհային պատմության մեջ այդպիսի բան կա։ Ինչ պարտադիր է որ լինի։ Այսինքն ուզում եք որ մենք առաջինը լինենք։ Ինչու ոչ։ Ինչքան որ շատ եմ ուզում, այնքան էլ հուսակ կտորեմ։ Ցավոք սրտի։ Մշակույթիդ, գիտությանդ, կրթությանդ տեր եղար, պետություն կդառնաս։ Բանաձև համարյա իմ կողմից, բայց շատ չարչրկված մտքով։ Եթե դու ուզում ես արժե համակարգ ձևավորել, այ պատվերի ինստիտուտը։ Տեսեք, համաշխարհային կերպարվեստի հիմնականում, քանդակագործության հիմնական պատվիրատուն ով է եղել։ Եկեղեցին։ Այսօր մեր եկեղեցին ինչ է պատվիրում։ Սրբազան շարժում։ Պետությունը սովետական ժամանակաշրջանը ասեմ, թեկուս այս հնգամյակին այսպես մետալուրգներին նվիրված գործեր, գրում էին։ Այսօր մենք պատվեր ունենք, լավ իմաստով պատվեր։ Այն գաղափարական ազգայինի պատվեր։ Չէ, չունենք, չենք ունեցել։ Տեղ-տեղ դիպվածային,
բայց համակարգված նկատինում չենք ունեցել։ Շատ շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ արձակագիր դրամատուրգ հրապարակախոս Կարինե Խուլիկյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։